Ողջույն Facebook-յան ընկերներ ջան, մտել եմ մի փոքր բան բասենք, ուրեմն նախարարում ջան ուզում եմ քեզ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ շատ լավ հագեցած ու համով օրվա համար ախպերս։ Երկրորդը ուրեմն գալիս եմ տուն, դա շատ շոկ հաստեղի, թե չգիտեք, ասեմ ձեզ, տուն եմ գալիս, ուրեմն մեքենայիս ապակիները մուք հա իմ, և վերջը իմ մեքենայի մեջ եմ, ես իրավունք ունեմ իմ մեքենայում նաև տկլոր նստեմ, բայց խալաթով եմ, տկլոր չեմ, հենց ես խալաթով եմ, մի խոսքով, երաժշտությունը լսելով ինձ համար գալիս եմ տուն, ճանապարհին հայտնվում է զույգեր, որոնց մեջ կա նաև ընտանիք, այսպես ես ոնց որ կարմիր լույսի տակ կանգնած եմ, իրանք սես դեմով անցնում են ու ինձ նկատում են, մեկ էլ ես իրեք տղամարդը սենց անցան, մեկ էլ սենց եկան բախպեր Ամերիկայ է էլի արդեն տենց խալաթով տրուսիկով են քշում ավտոները, բան նայեցի, յանի ես ինչ ես հետ սկլտում, ես ինչ ես հևվում էլի ասենք, ասի, հələ մի հատ ասի կֆրաս, հետև նայես, ասի տղերք ասի, մի հատ ֆրացեք, հետև նայեք, ֆրացին նայում են, դե հետևից գալիս են իրանց կնանիք, աղջիկը, նայում են, մեկ էլ ինձ են ֆրացես, նայում, յանի ինչ ես էլի ուզում ասած լնես, ասում նայ ասում եմ, ես իմ մեքենայի մեջ խալաթով տուն եմ գնում, ասում եմ, մի հատ նայեք ձեր հետի աղջիկների հագածը ու հասկացեք մայկա տրուսիկով հիմա ով է ման գալի դրսում, ես թե քո կինը, թե քո աղջիկը, ուրեմն հագել են պռոշներները լցրած, այն մի երկուսի, անենց այդ երկուսի կնանիքի պռոշներն անենց է լցված, որ սենց քայլելուց պռոշները սենց քռում էր ասֆալտի վրան, թարթիշներն էլ դրել են, այդ թարթիշներով մաքրում են ասֆալտը, պռոշներով էլ քանդում են, ուրեմն սպիտակ այն ցելուլիտները սենց հանած, սպիտակ ու լիքոտ պատկերացրու, էլի ասենք սենց, մայկա տրուսիկով, դոշերները բաց, քամակի այն գծերն երևում է, ու ես զարմանում եմ, ես երբ որ այդ իրանց ասեցի, այն որ սենց, գիտես ոնց էր, քիչ էր մնում, ինձ խոսքի տեղ, չգիտեմ, կաշիստիկ անեին, բայց չէին կարա, որտև ես ճիշտ բան եմ ասում։ Լավ, դու ինչ գործ ունես դիմացի մարդը իրա մեքենայի մեջ կամ առհասարակ, ինչ հագած դուրս կգա, իսկ եթե դու այդքան նրբանկատ ես ապերիկ, այլ ապերիկներ, եթե դուք այդքան նրբանկատ եք, անպայման տնից դուրս գալուց, եթե ձեր համար մայկատրուսիկը տահաճա, ձեր կնանիքին, ձեր աղջիկ երեխեքին, ձեր ծնողներին, անպայման մի հատ նայեք տեսեք, մայկատրուսիկով են դուրս գալի, թե, ասենք նորմալ, երկար զգեստով, դոշերները փակած, կամ վերջով, ասենք, էլ չանդրադառնամ այդ լցած պռոշները, հատուկ ձև կա, չէ, այդ պռոշները, որ լցնեմ, ինձ էլի սենց
պրոշներներս էս մի ձևի ա, ու իրանք այտենց էլ իրանց պահում են, որ դիմացին ցույց տան, որ լցած է պրոշներս, ասենք։ Դուք չեք նկատում ձեր կնանիքին։ Հելել եք խալխի տղամարդուն, կամ ասենք տղամարդ չլինի, ով դիտողություն անեք, ինչ ես հագել կամ էսի սազական հա կամ սազական չի։ Ֆուցններ, բախտները չբերեց, որ ինձ եք ռաստեկել ու դիտողություն արել։ Այդ հարցում ձեր բախտը հեչ չի բերել։ Խղճում եմ ես ձեզ։ Ու դա հայն բնորոշ բան է։ Իր աշկի գերանը թողած պարտադիր ուրիշի աշկի փուշն են նկատում։ Էս էլ այսօրվա սենց վերջի իմ պատմությունը։